Իզներ ուղի եթերում Նոյան Տապանն է, տաղավարում հյուրընկալել եմ Քրիստոնյա ժողովրդավարական կուսակցության նախագահ Լևոն Շիրինյանին։ Մեր հետևորդներին հիշեցնեմ, որ Նոյան Տապան ուղի եթերները կարող եք դիտել Նոյան Տապանի պատրոնում, YouTube-յան եւ Facebook-յան էջերում։ Բարև ձեզ, պարոն Շիրինյան, շնորհակալ եմ Նոյան Տապանի հրավերն ընդունելու համար։ Մեկ շաբաթ անց կրկին հանդիպում ենք եւ փորձենք հասկանալ ինչ կարեւոր իրադարձություններ են տեղի ունեցել։ Դրսի հետ կապված ռուս-ուկրաինականի մասին մենք կխոսենք, որտեղ կարևոր է ձեր կարծիքը լսել, բայց ուզում եմ անդրադառնալ մեզ հետ կապված մի քանի թեմաների։ Նոյեմբերի 21-ից 22-ը խաղաղության կամուրջի այդ նախաձեռնությունը եղավ Բաքվում եւ Բաքվից վերադառնալուց հետո ասուլիս ունեցա նախաձեռնության անդամները, բերել էին այնտեղից Հաջիևի ուղերձները, պատերազմը ավարտված է, պատերազմ չի լինելու, Ադրբեջանը ունի տարածքային նկրտումներ Հայաստանի նկատմամբ, թվում է թե ամեն ինչ լավ է, բայց այս փոխադարձ այցերը, որ կատարվում են, կարծես թե հասարակության եւ քաղաքական դաշտի կողմից միանշանակ չի ընդունվում։ Արեգ Հոշինյանը հայտարարեց, որ նրանք քաղաքական դաշտի մասին է խոսքը, ովքեր դեմ են այս գործընթացների, որոնք պետք է նպաստեն խաղաղությանը, կամ նրանք ուրիշ երկրների գործակալներ են, կամ քաղաքական ապուշներ են։ Հիմա որպես քաղաքական ուժի ներկայացուցիչ, դուք ինչպես եք գնահատում այս իրավիճակը եւ պարոն Շիրինյան, արդյոք զուտ այստեղ պետք է քաղաքական գնահատական տրվի, թե հասարակությունը, որը պետք է պատրաստել, որ ադրբեջանցիների հետ ապրենք խաղաղության մեջ, պետք է նաև իր դիրքորոշում ունենալ, հաշվի առնելով, որ մենք ունեցել ենք Սումգայիթ, ունեցել ենք Մարաղա, եւ ասեմ, որ այս թեմայի հետ կապված փաստականների մի խմբի մոտ զրույց ունեցանք եւ այն ժամանակ 5 տարեկան է եղել Կարինեն, հիմա արդեն հասուն կին է, նա չի կարողանում մոռանալ, թե ինչպես ադրբեջանցիները ջահից կախել են իր մորը եւ ստորաբար սպանել, նույնն էլ այդ 5 տարեկան Կարինեի հետ են վարվել ադրբեջանցիները, որտեղ են կարողանալու մեր այդ հիշողությունները կոծկել, թաքցել, որպեսզի կարողանան գնալ համատեղ խաղաղության։ Ուրեմն նախ ասեմ, որ մենք որպես զգացմունքի ժողովուրդ պատմականորեն շատ ենք տուժել, որովհետեւ մենք չենք կարողացել մեր զգացմունքը դնել բանականության ենթակայության տակ։ Դա մեր մեծ թերությունն է, ի տարբերություն հրեաների, ասեմ ձեզ, ի տարբերություն։ Բայց հիմա պարտավոր ենք դա անելու, սովորելու եւ գնալու առաջ։ Այստեղ խնդիրն ինչին է։ Ես կարծում եմ, որ այդ ալտերնատիվների մտածողությունը, որի միջալուց մարքսիստական է, դուք հիշեք, մարքսիզմի հիմնական օրենքը հակասությունների պայքարի օրենքն է, կոնֆլիկտաբանություն է լայն առումով եւ Ռուսաստանը լայնորեն օգտագործում է, իսկ հետսովետական տարածքում էլ, քանի որ բոլշևիկախառն իշխանությունները մնում է նաեւ այդ մտածողությունը։ Հայաստանում վատթարն է կատարվում։ Ես օրինակ ենթադրում եմ, որ անկախության ձեռքբերումից հետո հասարակագիտության դասավանդման ոլորտներում արմատական ռեֆորմներ կարող են լինել, օրինակ ասեմ, նույնիսկ ակադեմիկոս Բրուտյան կար, որին ես մոտեցա, այն ղեկավարն է եղել, դրամաբանության ամբիոնում եմ մեծացել, կրթություն ստացել իսկական, եւ ես ինք ասեց ինչ ես առաջարկում այդ հարցով, ասի առաջարկս հետեւյալն է, մենք ունենք շատ լավ ուրեմն աշխատանք, մեր փիլիսոփայական աշխարհայացքը Երվանդ Ֆրանգյան ասում է հայերեն 20-ական թվականներին պրոֆեսիոնալ փիլիսոփայի կրթությունով Գերմանիայում ավարտած է, ասում է գոնե բերեք այս գիրքը պարտադիր շրջանառության մեջ դնենք, բայց հետո ոչինչ չեղավ։ Երկրորդ մասը, ինչի եմ ասում, սա շատ կարևոր է։ Գալիս ենք հասնում ենք կրթությանը, որ հիմա ամենտեղ ես շուտ եմ ասել, չէ՞ որ կրթությունից պետք է սկսել։ Եվ այլն, բայց հիմա երկրորդ մասը, ես ինքս նեղ մասնագիտացումով այդ ամբիոնում դրամաբան եմ, այդ փիլիսոփայության բանով, եւ գտնում եմ, որ ձևական դրամաբանության դասագիրքը առարկան պիտի անպայման պարտադիր մտցվի բուհեր, բարձր դասարաններ, այդ մասին հիմա ինքը կենտաններ կասեր հույս ունեի, բայց մանավանդ որ հիմա նաեւ ասեմ, որ մենք ունենք աշխարհում լավագույն դրամաբանության դասագիրքերից մեկը, դա Գևորգյան Համլեթը եւ Վալոդյա Բաղդասարյանի հեղինակած դրամաբանության դասագիր, կարծեմ Նոյան Տապանում էլ տպվել է, լավ եթե հիշում եմ, հիմա էլ կա։
բայց մենք մեր բոլշևիկախառնությունը, իներտությունը եւ անընդհատ օտարի ափեր նայելը եւ այլն չարեցին եւ մենք էլ չեմ ասում Հայաստանի պատմության վեր, ես վաղուց եմ վիճում, որ մենք հայ ժողովրդի պատմություն չպետք է սովորենք, հայոց պատմություն այդ բոլորը, պիտի Հայաստանի պատմություն, Հայաստան իր ամբողջությամբ մեծ, իր աշխարհագրությամբ, գաղութներով եւ այլն, բայց չեղավ։ Հիմա վերադառնամ, սրանք մենք պետք է կարողանանք հիմա սովորենք եւ առանց երկու բաղադրիչի մենք առաջընթաց չենք ունենա, նախ փիլիսոփայական վերացական, այսպես որ ասում են, կրթության եւ քաղաքագիտության, տեսության, պատմության եւ պրակտիկայի իմացության։ Չենք կարող Հայաստանի քաղաքական պատմության զուգորդումը։ Մենք ունենք փայլուն քաղաքագիտական միտք, բայց դուք տեսել եք որևէ քաղաքական գործիչ, որը քիչ շատ գնա այդ կողմ։ Օրինակ ես գիտեմ, որ վարչապետը սրանց ծանոթ է։ Ուրիշները չեն, ես ուղիղ եմ ասում, ուրիշները ոչ։ Հիմա եւ իր ամոթից էր, որ չէ, տրամաբանության տեքստով խոսենք, անդադ տրամաբանություն բան գիրառում։ Ուզում եմ ասել, սա չեղավ հիմա, եթե մեր բանականությունը չի իշխելու մեր զգացմունքի վրա, ինչպես օրինակ անգլիացու, եւ ուրիշներն օգտագործելու են մեր զգացմունքը։ Ես հիշեցնեմ ձեզ շարժման տարիներից Պրավդայի շատ փայլուն մի հոդված, որով ուրեմն Հերշեն Ղարաբաղ կոմիտեն է ամբողջ հանրապետության արդյունաբերությունը դրա վրա կանգնեցրեց եւ դա պրովոկացիա էր Մոսկվայի կողմից բանականություն թե զգացմունք պրավդան գրեց հոդված եւ ցույց գործատուր ամբողջ հանրապետությունը կանգնեց Մոսկվային դու որտեւ ասում են եւ այլն բայց Մոսկվան ցարել էր դրա համար թուլացնում էր ինչպես միշտ Հիմա շարժվենք առաջ, ուրեմն սրանք պիտի նկատի ունենալ, հիմա մեր այս ձևաչափը թույլ է տալիս նման բաներ խոսել, արտադրիչի անընդհատ ուրիշի ընտանիքի բաները էլի զբաղվել ինչով 90%-ով վերլուծությունը զբաղված է, խայտարակ վիճակ, հիմա մենք սա պիտի անենք, մենք Ադրբեջանի հետ կոնտակտի գնալու ենք, թե չէ, թե Թուրքիայի հետ, երբ որ հաղթանակած էինք, կարիք չունեինք Կարիք չունենք, եւ քանի մեր բանակը նայեցեք հորադիզում էր եւ լախի մոտիկ էր Ադրբեջանը ստրատեգիական հարվածի եւ վտանգի տակ էր բայց ինչ եղավ հայ գեներալ կոչվածը ռուսի ծառայեց կողոպտեց երկիրը եւ գիտենք ինչ որ եղավ հիմա արդեն զալայել չկա դրանց բացին խոսերը հիմա որից հետո մենք վարտվել ենք ես ժամանակին հիշեք Քուրարաքսյան Հայաստանի պատմությունից էի ասում որտեւ Զանգեզուրը Սյունիքը մեջտեղ է գալիս աշխարհագրորեն, քաղաքականորեն, ամեն ինչ որ եղավ, այսինքն ոչ մի նոր բան չի եղել, վերակրկնվել է 1923 թվականի Հայաստանի սահմանները, սովետական, ռուսը գծել տվել է Թուրքին, եւ 31000, հիմա 29, 30-ի մոտիկ է, այս կան, ուրիշ ոչինչ չի եղել այդ իմաստով, մեխանիկորեն, բայց մենք ինքնորոշման իրավունքը չենք կարողացել ռեալիզացնել, որտեղ դա Արցախի ժողովրդի սրբազան իրավունքներ, հիմա էլ ոչ մեկը չի խոսում, որտեղ ինչ խոսեն, հիմա ինչ վերադարձ, հիմա այդ կոնտակտները պետք են, եւ դա անպայմանորեն իրենց էլ է պետք, օրինակ Ադրբեջանը ես կարծում եմ, որ բնազդով կամ տեսականորեն իրենք թե քոչվոր որ ասում են, քոչվորը նայեցեք ինչ է լինում, այդ ներողություն բանի համար էլի այդ ոչխարի հոտը բնազդ ունի ամենտեղ չի գնում գնում է այնտեղ որտեղ խոտ կա եւ անընդհատ է գնում է հիմա եթե վերադառնում ենք այս պատկերը անում ենք որտեղ այդպիսի խոսակցություններ շատ կա համաշխարհային գրականության մեջ մեր առօրյա խոսքի մեջ ուրեմն իրենք գիտեն որ Հայաստանը ներքին պոտենցիալ է կուտակում եւ հաջորդ ընդունակի աշխատանքի մեջ բայց հաջորդ անգազմակերպ է եւ զգացմունքի ժողովուրդը դուք նրան անընդհատ կարող եք պայթեցնել եւ նրան չթողեք հանգիստ աշխատել ինչ որ անում են այսօր Հիմա այս պայմաններում մենք պետք է ամեն ինչ մեր մտքի մեջ ունենալով գնանք այդ ուղղությամբ քաղաքացիական հասարակություն եւ այլն հանդիպումներ պետական եւ այլն Սա անխուսափելի բան է Հիմա հաշտվել թե չէ Հիմա ինչի հետ հաշտվել ինչի չհաշտվել Առաջինը սեփական ճակատագրի հետ պետք է հաշտվել պետությունը չկորցնելու համար եւ հիմա այդ դուք որ Կարինեի օրինակն ասեցիք
բաց տեքստով մի բան եմ ասելու։ Բերլինը Հիտլերի անկումից հետո մի քանի օր կանայք բռնաբարվել են, զանգվածորեն, սովետական բանակի կողմից։ Հիմա գերմանացիներն ու ռուսները այդ հարաբերում են, թե չէ։ Ուրեմն Լեհաստանը տվել է 6 միլիոն զոհ։ Այդ մենակ հոլոկոստն է, բա իշքան լեհ է զոհվել։ Այդ հոլոկոստը շատ բաների տակ թագնում է շատ գիտակցություններ։ Լեհաստանի տարածքի մեջ ահռելի գերմանական հող կա, տարածք կա, չէ, արևելյան։ Ռուսաստանը արևելյան Պրուսիան գրավել է, չի տալիս, Կալինինգրադի մարզը։ Հունգարիայի ուրեմն իրենց բուն հունգարական տարածք կոչված այդ պետության 2/3 մասը գոյություն չունի։ Վերցրել են, պատժել են, տվել են, նույնն էլ Ավստրիայի հետ է եւ այլն։ Հիմա ինչ եմ ուզում ասել։ Ես չեմ այն ժամանակ, երբ ասում էի մենք ճար չունենք, սա պիտի ստեղծենք, այդ առաջին նախագահի միջավայրը գաղափարական դիվերսիա է եղել հայության համը։ Էս սա մաքսիմալիստ է, սա էս ինչ է, ու հիմա էլ ուրիշ չէ, փաստորեն առաջիններից մեկը, որ նոր կառավարության ուրեմն այդ անիվների մեջ է խրել Լևոն Տեր-Պետրոսյանն է իր միջավայրով։ Սրանք բացի չարիքը Հայաստանի ոչինչ չեն տվել, նվաստացրել են, կողոպտել, ինքը չի կողոպտել, բայց եղբայրներն են արդյունաբերությունը քանդել։ Արդյունաբերությունը քանդվել է Թերման Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ։ Եվ այլ։ Հիմա, բայց ես արդեն հոգնել եմ անցյալից այդ ձևով խոսելու, որպեսզի հասկանանք դրա համար եմ ասում։ Հիմա մենք պարտվել ենք։ Եթե պարտվել ենք, պարտվողը երբեք չի կարող թելադրել։ Պարտվողը ունի մի ռեսուրս, որը կարող է օգտագործել, օրինակ ուրիշի համար դառնալ գործիք, իսկ ուրիշ օգտագործելու է շպրտի, մանավանդ մեզ, դա Ռուսաստանն է, օգտագործել շպրտել է, եւ դա Սուլտան Համիդի ժամանակներից նույնն է անում, նա երբեք չի օգնել, նայեք դինամիկան եւ այլն, ընդ որում ռուսախոս հատված է առաջացրել հսկամի զանգված, որը մայրեն լեզվից հեռացել է մշակույթից, Երևանում, էլ մնացածը պատմության մի դասագրքերի բան է սարքել, որտեղ Հայաստանի պատմությունը ըստեյության չկա, ինչպես որ եւ աղջատված, դրա համար ես պատմաշինարար եմ ասում, ով որ մեր պատմաբաններից կարող է գործանել, թող անի, ասենք պատմաբան, պատմագետ, բայց դա չկա, պատմության փիլիսոփայությունը չկա մեր, քաղաքական պատմությունը չկա։ Այս բոլորը այն լավ կրթության ամենաբացական հետևանքներ։ Հիմա Պիտի գնալ դրան բազմաթիվ առումներով առաջին անվտանգությունն է։ Ուրեմն ես ամեն մեկին հիմա Վաշինգտոնով, ես գիտեմ Սիդնեյ, Բուենոս Այրես եւ այլն, հատկապես Լոս Անջելես եւ այլն, ասում եմ հետ ձեր Երևանում բնական է, Հայաստանում ճավախ են։ Երբ որ խոսում եք, մի Հայաստանի Հանրապետության ֆիզիկական քարտեզը դրեք դիմացներդ, ֆիզիկական, եւ նոր խոսեք։ Թե Հայաստանը ինչպիսի ռազմավարական վերահսկողության տակ է նույն Ադրբեջանի կողմից։ Մինչև մենք կշնչեինք պատերազմին վտանգը կար, քաղաքական գործիչ կար, որ ասում է, է պատերազմը բրծավ Հայաստանի միջազգայնորեն ճանաչված սահմաններն անձեռնմխելի են։ Հիմա սա նորից դերակատար է հակառակ խոսակցություններով։ Ուր է այդ միջազգայնորեն ճանաչված սահմանը։ Այսինքն շարլատաններն տոն են տալիս, որպեսզի մնան ջրի երես եւ մնան առաջատար։ Այս բոլորը ճշգրիտ մի ներկայացում։ Հիմա վերահսկողության նայեցեք արևելյան հատվածը, բացի այդ ոսկե բանը, որտեղ շատ վտանգավոր էր, այդ հատվածը մենք բուկեցինք, սարքեցինք եւ այլն, ըստ այն քարտեզի, որը մերն է, մեր ուժի բանը այն որ կար այլևս չկա, ինչ որ ունենք, այլևս չկա, եւ հիմա այս պայմաններում Հայաստանը նայեցեք, ինչն է վերահսկողության տակ։ Հայաստանը վերահսկողության տակ է հարավ-հյուսիս մայրուղով, ոչ թե արևելք արևմուտքով։ Ագարագից դուրս եք գալիս, հասնում եք որտեղ, մինչև Գորիս անցնում եք, այդ ամբողջ վերահսկողության տակ է, չէ՞։ Բարձունքների առումով, հասկանում ենք դա, եւ պատական արշակները դա այդ տարածքները չեն հանձնել ռուսների հրամանով հայ գեներալները, որպեսզի մնանք թևաթափ եւ խնդրենք, որ մեզ փրկեք։ Էս է սխեման, որտեղ պետություն չմտնի, բայց հիմա մենք փրկել ենք, ամրություններ են կառուցում եւ այլն, բայց դա ավելի դժվար վիճակում։ Հիմա գալիս եմ Հաջիևին։
իրենք ինչ են հասկանում, որ հաջորդի կուտակումը, ներքին պոտենցիալը հնարավոր է, հատկապես տեխնոլոգիաների առումով, ոչ միայն IT-ին, դա քիչ է մեզ համար, եւ Միացյալ Նահանգները տեխնոլոգիան ձեռք է մեկնել, այսինքն արդեն այն, որտեղ մեր բուհերը չեն կարող սպասարկել այս տեխնոլոգիաներին, որտեղ այն կրթությունը ինչ որ ստանում են, դա դարեր անցած կրթություն է, գոյություն չունի, նույնիսկ այն մանկավարժությունը, որ մենք ունեցել ենք, օրինակ ես լինեի հրաման կտալ Լևոն Շանթի աշխատանքները սովորեին որպես մանկավարժություն երիկ էր, այս վիճակում, բայց դե իմ ասածի մեջ չարություն չկա, բաներն եմ, լուծումներն եմ ասում, բայց հիմա այդպես չի եւ մեր մտածողությունը ռուսականությամբ վարակված է, հայախոս ենք, հայագիր ենք, բայց դե կապ չունի դա նորմալ հայ ենք, բայց ռուսահայ ենք շատ անգամ, այսինքն հայ չենք նորմալ, հիմա դրա համար այս վերադարձերը պիտի լինեն, որպեսզի նորմալ լինի եւ համադրվի եւ այլն, եւ մինչեւ կմտնենք համաշխարհային քաղաքականության այն շերտեր, որտեղ զարգացումներն են եւ դա մեզ արդեն հաջողվում է տեխնոլոգիաներում, քաղաքականության մեջ մշակույթը ենթադրում եմ Ֆրանսիան պիտի ունենա շատ բարերար ազդեցություն մեր մշակույթի բարձրացման։ Հույս ունեք, որ Միացյալ Նահանգներն էլ են մեզ այդ հարցում օգնելու։ Հաստատ, բայց դա օգնվողից, օրինակ մի բան եմ, ես առաջարկել կարող եմ ռեստորանի սեփականներին խնդրել։ Ինչն է ձեզ խանգարում, որ հարսանիքներին ոչ թե բարդեր լսեք, գզբդա օֆիցերի զզվելի եւ արգահատելի։ Այլ Շարլ Ազնավուրի հետ օտար լեզվակոզում Շարլ լսեք։ Ռոզի Արմեն լսեք, այդ երկի տակ սուսերով պար կարող եք այդ խմբային պարերը կազմակերպել։ Հարևանցի ասեմ, իշխանած պար։ Եվ այլն, այսինքն բարձր մշակույթը, մեր բարձր, ոչ էթնոն անում են, էթնո մշակույթից պիտի բարձրանալ, այսինքն եթե ես բանաստեղծ եմ ինքնուս մեր տանը, հիմա Բարուս Սևակ է պետք արդեն, մեզ Հրանտ Մաթեոսյան է պետք, Նարեկացի է պետք, այսինքն պիտի բարձրանալ, հիմա օրինակ ասեմ, որպեսզի մի քիչ նախանձ լինի, դուք եթե Հորդանանի թագավորական, այսպես ասեմ, հերոստականալը, հերոստալիքը, եթե միացնեք շաբաթը 2-3 անգամ, անպայման Արամ Խաչատրյանի սուսերով պարը եւ գեղեցիկ պատկերներով կնայեք, քեֆներդ կգա, շշմեք, ինչն է խանգարում, եթե ես աղբը դուրս լսմի, գոնե հանրային եւ այլ հերոստանգերություններից, իհարկե որոշ գործ արվում է, բայց ինչն է խանգարում մեզ, որոշում կայացվի արգելվի այով խոսելը, դուք լեզվի պետական կոմիտեն, եթե ամեն մի օգտագործող ասում է, այս միլիոն դրամ դուք է նշանակում, անցեք, այսպես ասեմ, սա գաշվելու մեթոդին, դուք անեք, հային դուք անեք, գրբանի խփեք, տեսնենք երբ գորում այդ ամենը կարգ է գկա, թե չի, այսինքն սրանք բարձրանալ է պետք, բայց դրա համար ինչ է պետք, խաղաղություն է պետք, մեզ հանգստություն է պետք, այս վերքերը բուժել է պետք, ժողովուրդը վերքոտ է, չէ, այսքան զոհ ինքն է տվել, որ այդ Ղարաբաղյան կլանը չի տվել, նա հարստացել է, կապերը առաջացրել եւ գողապետության վիճակ ավելի ծանր դարձել, հիմա դրա համար այդ կոնտակտները, հիմա երկրորդ մասն եմ ուզում ասեմ, որ ասեցի, լեհերը գերմանացիներ գիտեք այդ պատմությունները, որովհետև սովետական բանը պատմագիտությունը կեղծ է, ռուսի արածը ծածկած է, Բուչայում գիտեք ինչ է եղել, այդ նշանակում է, այս ինչ է նշանակում, եթե այդպես լինի, բայց գերմանացիները այդ ամենաբանն է, եթե այդ ամենին չարիքներ, որ կատարվել են, ինչպես ոնց ասեմ, կներեք էլ հետել բտե ասեմ, Քյոնիգսբերգի շրջանում Կալինինգրադում, կանայք երթ են գաղնել գերմանուհիները, որ սպաներին հասնեն, ոչ թե մոնղոլ թաթարական ծուռ աչքերով մարդկանց, բայց հիմա հարաբերվում են, չէ, ինչ է, չէ մոռացել են, այդ սովետական դպրոցն է մոռացել ռուսի պատկեր առաջացնելով, բայց մնացածը ուզում եմ ասել, որ սա եղած է եւ մնում է մի գլխավոր խնդիր մեզ համար։ Մենք պետություն ինչ ենք դիտում։ Մենք մի ժողովուրդ ենք, որ աշխարհում մեկ ամեն եւ դա հիմք ունի։ Մենք մեզ դիտում ենք մշակութային ժողովուրդ եւ դա այդպես է համաշխարհային, օրինակ Բագրատ Դունյաց Հայաստանի ուրեմն մշակութային թռիչքը համաշխարհային է, հիշեք, անին, եթե գործանվի աշխարհ չի կառուցի եւ այլն, չէ, բայց եթե աշխարհ գործանվի անին կվերակառուցի, սա մեր ճարտարապետություն, իրավունք եւ անն, ամենաբարձր շրջանն է, ոսկետարն է նրանից հետո է,
Ուրեմն սա ինչ պետք է լինի, մենք սա պիտի նկատի ունենանք եւ շարժվենք առաջ այս նիշերը, թե չէ կանգնենք եւ այլն, պիտի դրա համար պիտի ստեղծել է պետք այս վերքերը բուժել է պետք եւ վերականգնվել է պետք, դրա համար կարծում եմ որ դա ճիշտ է, ովքեր գնացել են, օրինակ ես չէի գնա, ես դժվար եմ հաղթարում իմ մեջ եղած այդ մարդը այդպես է եւ այնտեղ ամեն դեպքում հավասարակշռված էմոցիաները մի կողմ դնող այո, ովքեր գնացել են, չեմ ճանաչում ֆիզիկապես ոչ մեկի տեսքով, այո, իրենք գնացել են եւ սա քայլ են արել Հայաստանի ազգային անվտանգության եւ ուրեմն ժողովրդի կյանքի համար, ովքեր են դեմ ռուսական սեգմենտ եւ սեկտորը, որտեւ ասեցի նա է որ չի ուզում այս խաղաղությունը, չէ, նա է որ խցկվում է առած Զանգեզուրի միջանցք, հիմա Թրամփի մայրուղի է մտնել եւ այլն, ինչի, որ ներքից տորպեդահարի, պիտի գնալ դրան թե չէ, իրենք էլ հիմա ինչ էի ասում, այս տեխնոլոգիական եւ այս զարգացումներ, որ ասեցի Ֆրանսիա, դուք ասեցիք Ամերիկա, որտեղ մենք տվել ենք, մենք այստեղ ոչ մի համաչափ մի բան էլ ասեցիք, Հաջիևի ուղերձը ուղիղ կապում եք այս ամենին։ Հիմա ասեմ ինչ նկատի ունեմ, ուրեմն այս բանին շիշեք, Ռուբեն Սևակ, Վարուժան, սրանք ֆրանկաֆոն կրթության հետ սերտ համագործակցած են, նայեցեք Ֆրանսիան, ես մեծ համակրանք ունեմ բնականաբար նախագահ Մակրոնի հանդեպ ոչ միայն նախագահ, երբ որ նա երբեք չի մոռանում ասել, որ ուրեմն իր հայերը ֆրանսիացի են, ֆրանսիացի հային ինչի համար է ասում, այսինքն ֆրանսիական գաղութ իր բարձր մշակույթի ոլորտներով Շարլ Ազնավուր, Պատրիկ Դևերջյան եւ այլն, եւ այս շարքը, սա ֆրանսիական էլիտայի մաս է տարել, դա Ռուսաստան չի կոծեր սարքեն, լրտես ուղարկեն Հայաստան, այս հայկական որ իրենք ֆրանսիական մշակույթի կրող են, չէ՞, ֆրանսիացի է Շարլի իր մշակույթով նաև, Լեգրան եւ այլն։ Ուրեմն բայց սա նաև հայ է, այդ իմաստով այստեղ ուրիշ բան է եղել։ Հիմա այդ բարեր ազդեցություն պետք է օգտագործել այս վերականգնման համար, մնացածը վերադառնամ իմ սիրած ամենախանջարեղ հայերից մեկի հանջարեղ խոսքին։ Ինչ է քաղաքականություն, ասում էր Լևոն Շանթը։ Առաջարկում եմ անպայման նրան շատ կարդալ, դե գրող է եւ այլն, հանճարել, ինչ ասեմ, Լևոն Շանթն է, նա ասում է, որ պարզվում է, որ դե նա պաշտոնյա է նաեւ առաջին հանրապետության կերտիչներից է, երբեք առաջին հանրապետություն չպետք է մոռանալ եւ ստեղծող ուրեմն անձնազոհ սերնդի արածը Հայաստանի համար, ինչ էր ասում է, դե քաղաքականությունը ֆլիրտ է, կառուցված է այդ սիրո, դե սերչի չէ, այդ առևտրի գրեհիկ փիլիսոփայության վրա, եւ մենք էլ պարտավոր ենք այդ գրեհիկ փիլիսոփայությունը կիրառել, սովորել եւ առաջարկում եմ այսպես։ Դրա համար ոռնոցներ պետք չի, զգացմունքները պետք է անել, ասեցի գերմանացիների պարագայով, թող կարդան տեսնեն ռուս-գերմանական հարաբերության պարագայով եւ այլն։ Դուք գիտեք կազակական զորքեր ինչեր են արել ցեղասպանության տարիներին, հա? Գիտեն, հիմա բայց մենք այս սրանց վրա չենք կարող կառուցվել, հիմա սա ուրիշ բան է բերում, այո, սա վերցնում ենք ինչու ես Բագրատունյաց Հայաստանը հիշեցի, այդուհանդերձ ես առաջարկում եմ հասկանալ մի բան, որ իհարկե մշակույթն է ժողովրդին ներկայացնում աշխարհում մեկ, ուրիշ էլ ինչ, բայց այստեղ մի ավելացում է, որ մշակույթի բարձրագույն ձևը պետականաշինությունն է, նրանից բարձր մշակույթ չկա, ոչ Արամ Խաչատրյան, ոչ Նարեկացի, ոչինչ չկա, պետականակերտ ստեղծագործական աշխատանքը մշակույթի բարձրագույն ձևն է, եթե մենք սրան այսպես կվերաբերվենք, ես թռիչքը չեմ բացառում հայության, դրա համար երբ քրիստոնյա ժողովրդավարական կուսակցություն ստեղծում էինք, ես երկար մտածել եմ, ինչ փիլիսոփայություն պիտի դրվի ցանկացած կուսակցություն, եթե կուսակցություն չի կարող դոլար լինել տակը, ինչպես որ եւ գործարար խապեբայություն, ժլիկություն, ոտը միտեղ
մյուս ոտը միտեղ հայտնի չի, դեմոկրատ ես, թե մաֆիա է, թե ինչ ես, այս բոլորի փոխարեն փիլիսոփայությունն է պետք եւ արարչագործության փիլիսոփայությունը որ մերն է, չէ, նո եւ այլն Հայաստանում էս բոլորն եղել, Մարշալ Լանկ կարտան թող մարդիկ առաջարկում եմ, չեմ նեղացնում, ով որ չի կարտացել, որտեղ միշտ էլ կարելի հասցնել։ Ուրեմն դրա համար արարչագործության փիլիսոփայությունը ես դրեցի եւ իմ ընկերները համաձայն եղան, ինչու որտեղ դրանից ենգով ոչինչ չկա։ Դա այսպես ուրեմն հիմա վերաբերվեցինք Հաջիևի խնդրին գալիս են։ Ես ինչ է, ես դժվարանում եմ ասել, կեղծ է թե անգերծ։ Ես գիտեմ թուրքական քաղաքական մշակույթը, որը կառուցված է, եթե իրենք բան կողոպտիկ չլնեն, պիտի թողեն գնան, չէ, Միջին Ասիա պիտի գնան։ Հետևաբար ճիշտ է, եթե իրենք կողոպտիկ չլնեն, պետք է հրաժարվեն հայկական ճարտարապետությունը որպես Ադրբեջան, ինչ-որ աղվամոտ, սրանից պետք է հրաժարվեն։ Եթե չէ, իրանական մշակույթից պետք է հրաժարվեն։ Երկար տասնյակ տարիներ, հարյուրավոր տարիներ կրել են, իրենք տառուգիր չունեն, այդ ամեն ինչու։ Ուրեմն այս ժողովրդից շատ բան չսպասեք։ Ուրեմն հիշեք շանտ, այսպես, մարդը, ինչպես ասում են, Աստված մարդուն տվել է բանականություն եւ նայեցեք Աստվածաշնչի հայերեն թարգմանության առաջի տողերը Հովհաննեսի ուրեմն այն բանի մասի առաջին տողերն է սկզբից բանը մենք գիտենք որ դա Մաշտոցն ու Սաղ Պարթևն են թարգմանում այդ հանճարները ինչի են առաջին այդ տողերը թարգմանում հայը հասկանա որ բանականություն է պետք զգացմունք նյութ մատերիա հետո է Հիմա եթե այսպես է, ուրեմն մենք անում ենք այն սիրախաղ ինչ որ կա, բայց հիմքը որը պետք է լինի, որտեղ չսխալվենք։ Հայաստանի Այսինքն սիրախաղի մեջ ենք մտնում։ Իհարկե, մտել ենք։ Խաղալ այնքան միջև։ Այդ խաղի մեջ ենք եւ այդ խաղի դիրիժորը այսօրվա իմաստով դրսում նախագահ Թրամփն է, որը այսպես ասեմ, պետքարտուղար Ռուբիո իմ հասկացածով Ռուբիոյի հետ դե նա է կառավարում այդ դիրիժորությունն անում է Հայաստանի Հանրապետության եւ հաջորդի օգտին հիմա այս ամենը կա ուրեմն այդ խաղը պետք է շարունակվի ինչպես չսխալվենք առաջինը խելքով աշխատել եւ արծաթին գերի չգնալ գոնե եթե ռուսի շպիոն լինում են աղաչում եմ թուրքի շպիոն մի եղեք էլի եթե դոլարի համար մեռնում եք Ուրեմն ասեք ռուբլի չեք ուզում այս բաները պետք է դուրս գան եւ պետք է պատժվեն ճիշտ կներ մահապատիժ ճշմարիտ դիներ այս բաները պետք է մաքրվեն մեկը միշտ հիմա բայց դա չկա հիմա դրա համար ազգային շահերը պետք է ձևակերպվեն Հայաստանի Հանրապետության որոնք են այստեղ այս քաղաքագիտությունը դասի ոչ մեկը չի կարող ասել այսինքն դա որևէ արտոնություն չի որևէ մեկի համար սրտի բժիշկը որ կարող է կարդիոլոգիական եզրակացություն տալ այստեղ որ ազգային շահը ինչ է ես հարցը տալիս ու ես անգամ չպատասխանում ինչ ազգային շահը հայություն չի ձևակերպել մինչև հիմա եթե այդ ազգային շահը ուրեմն պետական շահը կառանձնանա եւ մենք կանգնած ենք մտավոր փորձության առաջ ցեղասպանության կոնցեպցիան էլ պիտի լինի հայկական լեռնաշխարհի կոնցեպտ պատմություն այդ բոլորը պիտի լինի բայց պետականության գործոնի արկայությունը այս բարդ խնդիրներով ժողովրդի անվտանգության բերում է շատ հարցերի վերանայման ինչպես ընթերցել նորից ոչ թե հրաժարվել ոչ մեկը ոչ հրաժարվում է ոչ էլ կարող է այ ով որ ռուսական կրթություն ունի ինքը մայրենի կրթությունից հրաժարվել է մորից է հրաժարվել եւ այսքան ժամանակ քանի ռուսախոս կամ անգլիախոս հայ է վերադարձել հայկական խոսքին ու հայկական կրթությանը քանի հոգի է Թումանյանին վերադարձել կարող եք ասել Չարենցին եւ այլն այստեղ է խնդիրը այնտեղ չի խնդիրը դրա համար այդ կոմպլեքս իմաստով հասարակագիտությունը հումանիտար մեր կրթությունը խնդիր ունի քննել պետականության գործոնի որպես պետությունը որպես մշակույթի դրսան բարձրագույն ձև այս փաստը վերցնում է մտածում ենք պետությունը պես կառուցում ենք եւ սրա համապատասխան
կառուցում ենք մնացած մեր դատողությունները։ Եվ ես չեմ կարծում, որ Դաշնակցությունը պետք է կարողանա հավերժ Հայաստանին սփյուռքը թշնամի պահել։ Դա չի հաջողվելու։ Երևի եթե ճիշտ բացատրեք, սփյուռքահայը եթե դա լավ հասկանա, այսօր էլ կհրաժարվի այն ամենից, ինչ որ անում են այստեղ։ Ուրեմն այստեղ կա արդեն երկրորդ հարցը, որն է Հայաստանի Հանրապետության եւ Հայաստանի հայ քաղաքացու եւ Հայաստանի քաղաքացու հետ աշխատանքի բաժանում է պետք։ Սփյուռքը ինչ է անելու, Հայաստանն ինչ է անելու։ Մեկը մեկին օգնելու են, թե օրինակ ձեզ մոտ իշքան եմ ասել, հիմա էլ կրկնում եմ, Արցախի հարցով պիտի զբաղվեմ, թե իհարկե պետք է թողել որ մարզեն, իհարկե, բայց այսօր շատ պետք է բարձրաձայնել, ոչ շատ ինչ, որովհետև չի ընդունվում, չի հասկացվում եւ մենք աղետ տեսել ենք, բայց ինչ կա, եթե Արցախահայությունը Հայաստանում, այդ իրենց մաֆիային, այդ Արցախը Թուրքին հանձնած փախստական պատգամավոր նախարար բանը զավեշտ է, եկել են այստեղ պետնախարար, որտեղ է, ինչ պետ, ուրեմն սրանց եթե դնում է կողքի, եթե իրենց միջից մի 5 հոգի ընտրում էին լեգիտիմ եւ ուղարկում էին Բրյուսել էթնոզտման եւ այլնի պարագայով աշխատելու, չէ, Հայաստանը փորձանքի մեջ չքաշելով, ընդ որում ստուգելով դրանց մեջ ռուսի շպիոն կա թե չէ, անպայման սա պարտադիր է, եթե գնում են ձեզ բարձ չէ, որ շատ էինք օգնելու, ով չէր օգնելու, հիմա ես իշխանության փոխարեն չեմ կարող ասել, կարող է չէր օգնելու։ Ուզում եմ ասել, աշխատանքի բաժանում է պետք է բոլորից աշխատանքի բաժանում հասարակությանն էլ է պետք պատրաստել այդ դրամատրություններով եւ շարունակել երկկողմ այդ այցերը։ Ագրավ պիտի Երևան բոլոր նրանք, ովքեր մաֆիայի հետ են, ովքեր Հայաստանի անկախությունը այս կամ այն կերպ ծառայում են օտարին անկախություն վերացնելու։ Հիմա այստեղ մի բան եմ ասել, որ այս հիմա Ռուսաստանի հարցն է գալիս, բա Ռուսաստանի հետ ինչ է լինելու։ Այս հավերժական հարցը։ Ռուսաստանի մասին խոսենք կարճատև գովազդային դադարից հետո։ Հարգելի հայրենակիցներ, այժմ գովազդ մեր եթերում, որից հետո կվերադառնանք տաղավար, հետևեք խնդրեմ։ Ֆելիչե ժամանակակից ատամնաբուժական կլինիկա։ Այստեղ հարմարավետությունն ու խնամքն առաջնային են։ Այստեղ կիրառվում են ատամնաբուժական ամենաժամանակակից տեխնոլոգիաներ, ճշգրիտ ախտորոշում, արդյունավետ բուժում, նուրբ փորձառություն եւ անհատական մոտեցում։ Սկսած սովորական մանրուքներից մինչև առաջադեմ ընթացակարգեր, այստեղ դուք գտնվում եք բարձր որակավորում ունեցող եւ փորձառու ատամնաբուժական մասնագետների ձեռքերում։ Մեր բարեկամական եւ հյուրընկալ անձնակազմն այստեղ է յուրաքանչյուր այցը հաճելի դարձնելու համար։ Ֆելիչե, ձեր առողջ եւ ամենաերջանիկ շպիտը սկսվում է այստեղից։ Եկեք եւ բացահայտեք նորարարության փորձագիտության եւ կարեկցանքի կատարյալ համադրությունը։ Վաճառվում է գերմանական հնաոճ դաշնամուր 1892 թվականի արտադրության ֆոն Մուրբախ։ Գտնվում է գերազանց վիճակում։ Կինը 15000 ԱՄՆ դոլար։ Հեռախոսահամար 094 115 310։ Երևան շիփինգ, սենսացիա ստեղ, հա։ Այո, ճիշտ եք եկել։ Սանդրոցներ Երևան ուղարկելը $2.99 օթանավով։ Այո։ Իսկ եթե դոլար ուղարկես, դոլար ստանան։ Այո։ Իսկ որ տանեն տուն հասցնեն, էլի մի տոկոս, հա։ 2%։ Երասը ծրի է, էլի։ Ժողովուրդ սենսացիա, ծրի է։ Նորթ Հոլիվուդ Գլենդել։ Ջաքփաթ հագուստի խանութը երկրորդ մասնաճյուղն է բացել Գլենդելի սրտում, որտեղ կարող եք ձեռք բերել եվրոպական եւ ամերիկյան ընտիր հագուստեղեն, կոշկեղեն, աքսեսուարներ, պայուսակներ ամենահարմար արժեքներով։ Նաեւ կարող եք ցանկացած ապրանք պատվիրել եւ ձեռք բերել կարճ ժամանակում։ Ջաքփաթի Գլենդելի հասցեն է 1135 North Pacific Avenue, հեռախոս 818 813 2252։ Ջաքփաթ հագուստի լավագույն կենտրոնը Գլենդելում։ 60-ից ավելի ճանաչված եվրոպական բրենդների ինքնատիպ, չկրկնվող եւ մատչելի ընտրանին Fortuna Home and Country House խանութ սրահում։ Նորավոճ սպասք եւ կահույք հորեկա բնագավառի համար, տեքստիլ տնտեսական ապրանքներ, ամեն ինչ գեղեցիկ կյանքի համար։
Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ, Արարատ ռեստորան, հասցեն անփոփոխ, սիրով սպասում ենք ձեզ։ Լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում։ Պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։ Տպագրեք ձեր գիրքը Նոյան տապան տպագրատանը, ինչպես նաև թերթեր, ամսագրեր, բուկլետներ եւ այլն։ Հասցեն քաղաք Երևան, Իսահակյան 28 առաջին հարկ։ Հարգելի հայրենակիցներ, Նոյան տապանը կրկին եթերում է եւ հիշեցնեմ, որ տաղավարում իմ հյուրն է Լևոն Շիրինյանը։ Պարոն Շիրինյան, ռուսների հետ ինչ պետք է անենք։ Ամփոփենք եւ ես էլի հարց ունեմ ձեզ։ Նախ մշակութային ձերբազատում է պետք։ Դա պետք է անպայման արվի։ Այդ մեկ եւ կրթական։ Այդ մեկը, որտեւ իրենք ֆրանսիացու նման չեն, այդ մշակույթն ու դպրոցն օգտագործում են հոգիտ գնելու համար։ Դրա համար, եթե մենք պետք է շատ կարդանք, բանն ասում էր, որ Համոհան Ջանյանը, մեր փառահեղ վարչապետներից մեկ, ասում էր Ռուբեն այդ երկուսը կան Դարբինյան, ասում էր ռուսը հոգիտ է գնում, թուրքը մորթում է եւ ասում է սա ավելի մեծ աղետ է, որտեղ այդ բանն է փոխում։ Բայց հիմա թողենք հլսա։ Ուրեմն Ռուսաստանի պատմության մեջ շատ կարճ մի ժամանակաշրջան է եղել, երբ Հայաստան եւ հաջորդ Հայաստան հետո հարաբերությունների կարծես թե հավասարակշռված միտում է եղել եւ դա 100% է։ Դա Կերենսկու ժամանակավոր կառավարության շրջանն է եղել։ Մեր համար ամենադրականը Ռուսաստանից այդ Կերենսկին էր, որ թողեց հայ զինվորները կուտակվեն Բաքվում, կռվեն եւ այս Հայաստանին օգնեն, փրկեն եւ այլն էլ է։ Այնպես որ այս բանաձևով պիտի գնալ առաջ։ Ուրեմն իրավահավասար փոխհարաբերություններ եւ մեծ խնդիր է ռուսահայությանը, պայմանական Ռուսաստանում հայեցի պահելը, ռուսական մշակույթը եւ ռուս աղջիկը կլանում են հայությանը։ Դա այս որ չեն գալիս, չնեղանա որևէ մեկ։ Ես ենթադրում եմ մի մասեր այդ տղամարդիկ չեն ուզում վերադառնան, որովհետեւ այդ կյանքից սովորում են, որը սխալ կյանք է, բայց ինչ որ չափով։ Հիմա ուրեմն բանաձևն ասեցի, երկրորդ մասը կա, որ ժամանակին ես դա ասել եմ, բայց դա ժամանակին ռուս քաղաքական գործիչներից, որ սպանեցին են, ով էր Կրեմլի մոտ բանի վերջը ինչ որ է քաղաքականության ֆինլանդականացում, երբ որ դուք ներգրավված եք այլ սիստեմների մեջ, ժողովրդավարությունն է, մեր համար սա անդարձ, անվերադարձ է եւ Ռուսաստանի հետ կարողանում եք փոխհարաբերություններ, անվտանգություն եւ այլն կառուցել հավասարի վրա ձեզից հեռու պահելու համար եւ դա ուրեմն ֆինները կարողացան մինչեւ այս ռուսներն է մեղավոր, որ նրանք ՆԱՏՕ մտան, իրենք, որտեւ իրենք այդ փայլուն քաղաքականություն իրականացնում էին եւ ուրեմն եւ արդյունքներ լավ էր, նաեւ ռուսների համար, հիշեք մեր դպրոցական տարիներին ասում էին շաբաթ կիրակի ռուսները գնում են Ֆինլանդիա, Հելսինկիից բանից տոննաներով արաղն առնում, բերում խմում են Լենինգրադում եւ այլն եւ ծախում էին։ Այսինքն հասկանում կամ եւ հակառակ։ Հիմա ինչ եմ ուզում, երկու տարբերակ կա։ Ուրեմն ռուսների հետ մենք պետք է եւ պիտի ուրեմն սովորեցնենք, արդեն սովորեցնում ենք, որ Հայաստանի ներքին գործերին չպիտի խառնվեն, իրենք սովորական մի պետություն են, ինչպես Անգոլան, եւ այդ մենք Անգոլայի հետ նորմալ հարաբերություններ կառուցենք։ Իրենք մեր ոչինչը չեն, ոչ մի բանը, էթնիկական իմաստով, մշակութային առումով, ոչ մի բանը։ Մենք շատ ավելի Իրանին ենք, որպես ժողովուրդ պարսիկների մտերի մոտիկ, հին հռոմ, Հունաստան եւ հիմա այս քաղաքական կուրսը հնարավոր է թե չէ։ Պուտինի կառավարման տարիներին հնարավոր չէ, որովհետեւ սա թունավորված է ֆաշիզմով, ռաշիզմով, որ ասում են, եւ ես ինձ հասկանալի է, Պոտստամ դուք չեք նկատել, այս նույնիսկ Facebook ռուսական ալիքներով անդադ ֆաշիզմի Հիտլերի ռեգլամ է գնում անդադ, Պոտստամում նստել է, ժամանակ ֆաշիստացել է,
այդ վերցրել է այդ։ Հիմա բայց այս Պուտինները հավերժ չեն, որովհետև ամերիկյան այս սանկցիաները, այս խաղը Ռուսաստանին դարձնում են երկրորդ կարգի պետություն, երրորդ կարգի։ Տրոֆի թե չէ, ինձ հետ հետաքրքիր չի, մեզնից վազգա։ Եվ դա տարբերակ չունի ժամանակավոր կառավարության ստեղծած վիճակին վեր, մոդելի իմաստով եմ ասում, եւ այստեղ մենք կարաբերվենք այնքանով, որքանով պետք է որ հարաբերվենք եւ վերջ մեր ժողովրդի համար, մեր պատմության համար եւ ոչ ավելին, այնպես ինչպես ասեցի, որպես Անգոլա։ Ինչքան մնացածը ինքը հիմա ասեմ, ընդհանրապես ես դադարել եմ այլևս Ռուսաստանով հետաքրքրվել, որովհետեւ ուրեմն նաեւ այստեղ Ղարաբաղյան կլանը վատթարագույն ծառայություն է մատուցել ռուսներին, երբ որ Ղարաբաղը հեշտությամբ գրավեցին թուրքերի ձեռով, Ալիևի այդ խաղի մեջ մտան, Գալադամոր ինչ որ արեցին, դա հույս տվեց, որ իրենք Ուկրաինայում նույնն են անել, բուչա արեցին, ընկան անդունդը, որտեղից դուրս չենք, ամերիկացիները ինչ արեցին, ուկրաինացիները ես իհացած եմ։ Մենք գալիս ենք արդեն այդ հարցին ռուս-ուկրաինական։ Որ ուկրաինացիները կռվելու են իրենց պետության համար մինչև վերջին կաթիլը եւ այստեղ Արցախի բանի, հա, այդ ռազմաքաղաքական ճակերտավոր ղեկավարության օրինակը իրենց համար վատ դարս եղավ, փախն կազմակերպեն ժողովրդի տեղահանությունը հանուն իրենց եւ իրենք էլ գնան Բաքու, բախտել չունեցան փողերը վայելեն։ Հիմա ուկրաինացիները կռվելու են, կարծում եմ, եւ տեխնոլոգիաներ ունեն։ Նրանք ենք իրենց դաս տալիս, եթե նշեցիք Իրենք բացասական դաս տեսան, որ չի կարելի կներեք Արցախահայություն առանձինը չի կարելի Ղարաբաղցի լինել այս հարցում։ Եվ հետո գնալ ուրիշի ջանին կպնել, թե մեզ էս ուրեմն սա վերնախավ չեմ ուզում ասել, ղեկավարության մասին է, ժողովրդի մասին չի, Արցախահայության մեջ ասել եմ, սրանք տարբեր բաներ են մեզ համար, դա մեր ժողովուրդն է, մենք ենք եւ այլն։ Հիմա այդ փորձը եղավ եւ իրենք կանգնել են մինչեւ վերջ, բոլոր դեպ սովետական տարիներին ով որ բանակ է գնացել, հայերն ինչ էին ասում, ով որ բանակում ծառայացում էր, ասում են ամեն ինչ լինի, մենակ սերժանտը խախոլ չլինի, խախոլ, այսինքն որովհետեւ դրանք զինվորական բանն են, չեն թողի ուրեմն մի խոսքով կծառայեցնեն մինչև վերջ, հիմա եւ այդ ժողովրդի իր լավագույն հատկությունները դրսևորում է, պիտի հիշենք, որ դրանք այն կազակներն են, որոնք Մոսկովայից փախնում էին, ազատ Զապորոժիայի տարածք եւ այլն, Տարասպուրբա եւ այլն, կա այս բոլորը, չէ։ Այդ ժողովուրդը ինքը ճարել չունի չանել, որովհետեւ տեսեք ինչ է լինում։ Օրինակ, թվում էր թե այդ Թրամփի 28 կետերին Ռուսաստան պիտի համաձայնվեր, ինչի համար չի համաձայնվում, որտեղ ենթատեքստը ուրիշ է, իրենք դրել են Ուկրաինան ֆիզիկապես ոչնչացնելու հարց, ֆիզիկապես Ուկրաինա չպիտի լինի, ինչպես որ չպիտի լինի Հայաստան պետություն, ռուսների մասին է խոսքը, հետևաբար այստեղ կոմպրոմիսի տեղ չկա, եւ պատական չի, որ Վաշինգտոնում միանգամից հասկացան եւ 28 կետը հանկարծ դարձավ 19 կետ եւ այլն։ Հիմա ինչ եմ ուզում ասել, այս հարցը ուրեմն շարունակվող հարց է, բայց ինչ կատարվեց, ինչու Ղարաբաղի օրինակ բերեցի, բանը Ղարաբաղյան կլանի փախուստը սեփական հայրենիքից եւ սեփական գերեզմաններից, Ղարաբաղյան կլանի։ Ուրեմն այս պարագայում այս օրինակը իրենց դարձավ եւ հասկացան մի բան, որ պիտի մինչեւ վերջ կանգնեն եւ բանակային կարգով կանգնեն, պարտիզան չկա։ Հիմա այս պարագայում ամերիկացիներն չարեցին։ Քաղաքացիական պատերազմից ամերիկյան հայտնի է մի ստրատեգիական սկզբունք, որ ամերիկացիները փայլուն կիրառում են, երբ որ իրենց պետք է լինում։ Անագոնդայի սկզբունք է կոչվում։ Անագոնդան վիշապոց է, վիշապոտ, Ամազոն եւ անանեն լինում է, հսկա 10-12 մետրանոց օծ է, որը իր գույնը, ջրի գույնին համապատասխան այդ կարողանում է, էլի, դիրքավորվում, հանգիստ բարգում է, եւ ինչ-որ ես իշքան գիտեմ, հանրագիտարաններն ասում են, հատուկ հաճելի հոտ է արձակում, այստեղ գալիս են, դե իշքան ձկներ կան, չգիտեմ ինչի կան, այդպես եւ այլն։ Այս որսը գալիս է այդ հոտով ընկնում է անագոնդայի ճանգը, հենց անագոնդան
վիշապը տեսնում է, որ մոտիկ, սա սկսում է ուղղակ գալարներ անել, կամ սեղմելով հողակը, այդ կատվի նմանել է, չէ, կատուն երբեք մկանը մի անգամից չի ուտում, թաթերի մեջ խաղում, կայֆ է, ես էլ էսպես սեղմում, վերջում քանդում է բան է, բրիտանական հանրագիտարանն ասում է խյուս է սարքում, մեր խոսքով ասած էշմիածնի կամ քյավարի թյուֆտա է սարքում, ընտիր, որից հետո վայելում է չուտում։ Հիմա Ռուսաստանը հայտնվել է անագոնդայի այդ օղակների մեջ, թուլացնում է, նայած ինչպես, այդ թուլացնել սեղմելը ինչի հետ կապ ունի, որտեղ Միացյալ Նահանգները բալանսի քաղաքականության շրջաններում հավասարակշռում է իր քաղաքականությունը Եվրոպայի միության հետ, եվրոպական, իր քաղաքականությունը Չինաստանի հետ, խոշորների, Հնդկաստան, այսինքն 5-6 պետության եւ համապատասխան դրան ձգում թույլումը, իման գիտի որ այդ իր գալարներից ուր է դուրս գալու, ոչ մի տեղ չի կարող, որտեղ տեխնոլոգիա չունի, համալսարաններ չունի եւ այլն, ինչ որ այսօրվա Ռուսաստանն է։ Հիմա գիտեք արդեն խոսում են դրամի դեֆոլտի մասին, արտադրության եւ այլն, էլի բանակ եւ այլն։ Եվ հերոսաբար նայեցեք, ինչ քաղաք էր բանը վերջի քաղաքը որ պետք է նվաճեին Խերսոնի չէ Պերմյանսկը ինչ է ուրեմն 4 տարի է Հիտլերի զորքերը պետք է վերցնեն այդ քաղաքը կես թաղամասը վերցրել են հələ մնացածը չեն վերցրել եւ այնտեղ ներկայացնում ռուսական զորքեր առաջ շարժվեց իհարկե Ուկրաինայի համար շատ դժվար է կարողանալ հերոշին դիմանալ ծանրությանը բայց հաղորդագրությունները 4 տարի է դառնում, չէ, 3 տարի, արդեն 10 ամիս երևի անցել է, որ ներխուժել է Ուկրաինա, ինչ են ասում, այս ամեն օր հաղորդագրություն կա, մանավանդ մեր ռսակոծերը տարակ տարածում են, ռուսական զորք առաջ է շարժվել, ռուսական զորքը, եթե 10 սանտիմետր օրը 3 տարում առաջ շարժվել, հիմա ռուսական զորքը Լևովում պետք է լիներ, ուր է հասել, ոչ մի տեղ, պտույտ է տալիս եւ այլն, դե ամերիկացիք էլ այսպես Հիմա կարող է Ուկրաինան հանձնվել թե չէ, իրենք նաև կեղծ փուչիկ են պայթեցնում, որ արևմուտքը Ուկրաինայի ձեռքով կռվում իրենց դեմ, ոչ, Ուկրաինան կռվում է իրենց դեմ, առնակամյանում, արևմուտքը օգնում է, այդ բլեֆի բանն է, Եվրոպան կարող է չօգնել, չի կարող, լեհերը հիշում են Վարշավան, հիշում եք չէ, Վարշավան ինչու, երբ որ Վարշավան ճագերտավոր ազատագրեց սովետական բանակը, ինչ եղավ, եկավ մի պա, կարմիր բանակը ներսում կռիվ էր, գերմանացիներ ոչնչացնում են լեհերին, անհավասար կռիվ էր, դաժան, եւ եկան կանգնեցին, Վարշավա չմտան, թողեցին, որ գերմանացիք մի լավ լեհերին ոչնչացնեն, իրենք նոր ազատագրեն, ինչպես որ Գալատամոր արեցին նորից, որից հետո դե գերմանացիք Բերլինը հիշում են, ֆրանսիացիք էլ գիտեք Նապոլեոնի հանճարը ես չեմ ծնել, ֆրանսիացիք են ծնել եւ Եվրոպայի առաջատար պետությունները, նույնիսկ ՆԱՏՕ-ն, եթե ամբողջովին չլինի, կկանգնեն մինչև վերջ։ Եվ այդ իմաստով Ռուսաստանը ինչու՞, ուղղակի շատ զենք ունի, թափում է, աճ ծախեն հարբեցողի նման էլ աճ ծախ խփում է, բայց դե նորը վերջը կտան։ Մի օր գալու են կոնսենսուսի։ Ես ենթադրում եմ, եթե վիճակները ծառներ չլիներ, ուղղակի վիճակ ռուսների, հետ չեմ ես վաղուց ենթադրում եմ Պուտինին ուրեմն հեղաշրջման ճանապարհով հեռացրել էին, բայց հիմա հիշեք մի հատ ֆիլմ Հիտլերը բունկերում Են վերնախավը իրար չի կարող, ամեն մեկը փորձում է փախնել, բայց բոլորը գիտեն ճակատագրով նույնն են, մինչև վերջ են կռիվ տալիս։ Հիմա այս բունկերի պատմությունն էստեղ առաջացել, որովհետև բոլորը հանցանք են գործել իրենց պետության եւ իրենց ժողովրդի հանդեպ միլիոնավոր զոհեր ունեն, չէ, ռուսների մասին երկրի ներսում տնտեսությունը ինչ էր ՆԱՏՕ-ն չլինի, այդ էին ասում, չէ սկզբից Ուկրաինան չմտնի եւ բայց փաստորեն ինչ արեց Պուտինը, ՆԱՏՕ-ն դարձրեց համախումբ նորից զինված ուժ, ՆԱՏՕ-ին պարտադրեց ավելի զինվել, միասնական լինել եւ այսպես կանգնել դիմագայել, ինքն էլ ամբողջովին հանձնեց Չինաստանի տնօրինությանը, այսը կտեսնենք թե
չինական ինչ բաները այդ խաները գիտեք չէ ինչ կայֆով են քամելու տնտեսություն եւ այլն, որտեղ ճար չունեն, ինչ դանեն, եւ Հնդկաստանում չեն կարող փրկել իրեն, չեն ուզի ուղղակի բալանսը ուզում են տեղը բերեն, էս է, հիմա բարձր դրանն են մի քիչ ուզում են Եվրոպայի հետ հարց լուծել, Եվրոպան մի քիչ իրեն ավելի շատ ենթարկվի, քան ենթարկվում է, այսինքն այստեղ այդ բալանսի մասին է խոսքը, որտեղ ռուսների հաջողություն, կուզեն կթողեն, տեսեք անգլիացիք շատ սկզբունքային են, ամեն ինչ տալիս են, եւ Գերմանիան էլ առաջին անգամ, որ չէր ուզում զիվեր, ամյանշանակ է փող առատորեն լցրեց, որ վերազինվի, թե չէ հրեշը վերադառնում է, Աստված չանի, որտեղ հետ հրեշ առաջինը կվերադառնա, այսպես լագոտ լուկոտով Հայաստանում կսկսի աղդոդություններ անել, կլինի կալստանյան հակահեղափոխական ելույթ, որ անիմաստ է։ Դրա համար խոսքս ինչով վերջացնեմ, դեմ եմ մեր արքեպիսկոպոսներին, ուրեմն դա աշխարհում եք, տեսնում եք աշխարհի վիճակը ինչքան բարդ է, մեր երկիրն էլ ոչ Գերմանիան է, ոչ Ֆրանսիան է, Լեհաստանը չի, որ հաջողությունները ունեցել, բայց մենք ձեզով բոլորով հանդերձ, ովքեր որ կանք, բացի ռսակոց այս հատվածը հայրենադավ, կլանը Ղարաբաղյան, պետականությունը փրկել են, կարողանում ենք եւ այլն, շատ արագ այդ ռուսական ազդեցության երկրորդ կառավարման կենտրոնը պիտի փակվի, եւ դա Էջմիածնի ուրեմն հակապետական խմբակն է։ Շնորհակալություն եմ հայտնում, պարոն Շիրինյան, այսօրվա այս հարցազրույցի համար, հետևենք զարգացումներին։ Հարգելի հայրենակիցներ, այսօր այսքանով ավարտում ենք, հետևեք զարգացումներին, մնացեք խաղաղությամբ։